ուզում էի ասեի, պատրաստվում ենք մեր հարցին լուծում գոնե տան, անորոշ վիճակ, այս 8 օրես հիմնարկը փակա, անորոշ վիճակա ոչ մեկ չեն իմանում երբ կլինի։ Կոնկրետ մի հատ մեկի հարցին հետաքրքրվի կան իմանան այս 70 հոգին աշխատատեղերը կբացվի, մի օր կմնա, 10 օր կմնա, երբ կբացվի, գոնե մեզ մի բանով հույս տան, որ մենք էլ հույսով սպասենք խոսքի մի օրից, 10 օրից, որ իմանանք մենք մեր անելիքը, չէ, եթե չի բացվելու, գոնե ամեն մեկը գնա իր գլխի ճարը տենա։ Դուք որևէ մեկին այս 8 օրերի ընթացքում երկուշաբթի օրը հենց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, փաստացի, այդ օրից սկսած որևէ մեկին փորձել եք դիմելով, օրինակ քննչական կոմիտե դիմեք կամ համապատասխան մարմիններին իմանաք ինչ է լինելու ձեր ճակատագիրը։ Ամսի 11-ին կենտրոն հեռուստատեսությունն է եկել, նույն ձևի նկարել ենք, ուրիշ տեղ դեռ չէ։ Մենք սպասում էինք գոնե մի պատասխանի, բայց հիմա նաղդի անորոշ վիճակ է։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխանի բարձ կլինի, կբացվի թե չէ։ Ով է ասել ձեզ։ Դա ասեն խոսակցությունների մեջ է։ Հիմա ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամը 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին բարձրանալու ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարյուղին փակենք։ Եթե ձեզ հարմար կլինի, միանաք մեզ։ Մենք մի այս պահին բարձրանում ենք Աբովյանի քննչական կոմիտե, որ կապարակ ընկվել է։ Դուք կոնկրետ այս ընկերությունում ինչ գործունեությամբ եք զբաղվում։ Ես սղոցավար եմ։ Ասենք մեզ որ պահից է ձեր աշխատանքը կանգ առել, մենք շաբաթ օրը մենք շաբաշ արել ենք, գնացել ենք տուն, այն նպատակով երկու շաբթի մեր աշխատանքային շորերը ձեռնես եկել են գործան, ոստիկանությունը չի թողել, ասել է փակ է։ Գնացեք տուն, ձեզ ավելար տեղ է կպահեն, բայց 70 հոգուց աշխատող ունենք, ամեն մեկը տանը հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հարցերը։ Ու բացի դրանից Հիսուս Քրիստոսի արձանի մշակվող կարը հենց մեր գործարանից է։ Այսինքն Հիսուս Քրիստոսի արձանի հետ աշխատանքներն են կանգ առել կապված։ Եթե այսներից հունքը չի արտադրել ուղարկում ընդ, իհարկե կանգնած է։ Աշխարհով մեկ հայտարարակ վիճակ է։ Իրենք հարցնում են Գագիկ Ծառուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ նստեն բանակցելու Գագիկ Ծառուկյանը աշխատողները ինչ մեղավոր են։ Ասենք հիմա մարդիկ վարկել էլի, պետք է հասկանան, որ աշխատողներ են, աշխատում ընտանիք են պահում։ Իսկ դա շատ լուրջ բան է, չգնեն աշխատողները հարկադիր, ճիշտ ուղին պետք է լինի, որ աշխատեն աշխատողները։ Այսինքն վտանգներ ունեք հարկադիրի տակ ընկնելու պարտավորություններ կա վարկային։ Աշխատում են ընտանիքում ամեն ինչ, բոլորը ստեղ բոլորում հարցնեք, ես եմ ասում, բայց բոլորը ճիշտը պետք է աշխատեն, աշխատողը պետք է աշխատի ընտանիք պահի։ Ներկա պահին վարկի թղթերը մեքենայից մեջ դրած է, կարան բերեմ ցույց տամ, ամսի 15-ին ունեմ, վճարում մեկ էլ ամսի 20-ին։ Ընկերության տնօրենին փորձել եք, գոնե ընկերության տնօրենը փորձի քննչական կոմիտեից հասկանա, ինչքան ժամանակ պետական մակարդակով ազում ինչ-որ մի հարցին լուծում տա, մենք այս պահին մենք տնօրենին չենք տեսնում, ինք անընդհատ Երևան այստեղ այնտեղ։ Տնօրենն է պետական վիճակով Ներկա պահին մենք մի 5 րոպե շարժվում ենք Աբովյանի քննչական կոմիտեին։ Դուք առավոտյան ժամը քանիսից էին ձեզ ասել, այստեղ պետք է լինեք, երկուշաբթի օրը մոտավորապես կստանաք հարցի պատասխանը։ Ժամը մեր աշխատանքային սկսվում է ժամը 9-ից։ Ոչ մեկը չի տանում, Մենք ենք որոշել մեր աշխատանքը 9-ին ասում, 9-ին պետք է լինենք երկուշաբթի օրը ստեղ, եկել ենք ստեղ։ Եւ ոչ մի պատասխան, դռները կապանակնքված են, Ոչ մի պատասխան ենք, տեսնենք ինչ կլինի, ոչ մի պատասխան։ Քանի որ մեծ թվով քաղաքացիներ մնացել են անորոշության մեջ, մենք գտնում ենք, որ դա անարդար որոշումների արդյունք է եւ պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք հնարավորինս շուտ բացեն բոլոր աշխատատեղերը։ Արդեն մեկ շաբաթ շարունակ ըստ էության այդ պահանջը ներկայացվում է, շաբաթ։ Այո, ասել եմ, շատ անգամ ասել եմ։ Դեռ չի բացվել հասարակ բան, որ ժողովուրդը չգիտի ինչ անի, անորոշ իրավիճակի մեջ է հայտնվել։